Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը, ընտրությունների ստույգ արդյունքները։ Դե ես պատկերացնում եմ, թե այս քաղաքական ուժերը ինչեր կհայտարարեին 2017-ին, 2013-ին, 2008-ին եւ այլն եւ այլն։ Լավ է, որ այն ժամանակ այսպեսի միավորում չի եղել, թե չէ անաստված պայքար կեղներ։ Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ եւ ժողովրդի մեծամասնությանը վստահություն վայելող իշխանություն ձևավորելու համար 100%, որտեղ այդ ընտրակաշառքի ծավալը ինչ մենք տեսել ենք, չես կարող ասել, էլի, ասենք, կարող է ընտրակաշառքի ծավալը չլիներ այն բանը, ասենք, Լուսավոր Հայաստանը, Հայ ազգային կոնգրեսը, ազգային ժողովրդավարական PVR-ն, մյուսները խորհրդարան անցնեին, չէ՞ վերջապես։ Իրենք լինեին ընդդիմադիր ուժեր այնտեղ։ Ինչ իմանաս։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչախմբի վրա։ Բանը ամբողջությամբ հետ համաձայն չեմ, բայց էապես ընկնում է, հա։ Որտեւ եթե ինչ-որ հայտնվում է մի տեր, որը ցուցարարներին ասելու է մտնում ենք խորհրդարան, մեղա է ասու, այդտեղ ով էլ եղնի ոստիկանների հրամանատար, պիտի ասի մի մտեք էլի խորհրդարան, գնացեք, դիմեք անցագրային բաժին, ձեզ անցաթուղթ կտան կմտնեք, չեն տա չեք մտնի։ Իսկ եթե զորով եք ուզում մտնել, պիտի ըստ երևույթին ֆիզիկա ուսումնասիրած լինեք, երրորդ օրենքը, առաջին օրենքը կոնե ես իմ Գալիլեո Գալիլեից ինչ-որ բաներ պիտի սովորեք, հասկանաք էլի, թե երբ հրում եք, ստացվում է, որ պատնել ձեզ է հրում, էլի։ Այնպես որ պատասխանատվությունը ամբողջությամբ լցնել որևէ իշխանության վրա չի կարելի։ Իսկ այն դեպքում, երբ ցուցարարները հարգելի Հայ ազգային կոնգրես եւ Հայաստան կուսակցությունների դաշինք, Բարգավաճ եւ մյուսներ հանգիստ քնած են ազատության հրապարակում, որևէ տեղ չեն հրում լցվում մտնում։ Երբ գալիս են մենթերը, անասունները, կովերը, ցլերը, պորնիկ լակոդները, էլի գալիս սկսում են ցուցարար ծեծել, հա։ Հա, այդ լրիվ ուրիշ բան է, այդ դեպքում այո, պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է իշխանության վրա։ Այդ ժամանակվա իշխանության վրա խաբար ես դու, որ եկել են ծեծելու, թե խաբար չես, որ եկել են ցուցարար ջարդելու։ Դու ես պատասխանատու Քոչարյան Ռոբերտ, Սերժիկ Սարգսյան, վարչապետ է իր այդ վաղ, չէ, ճիշտ եմ հիշում։ Հա, այդ դեպքում իսկապես ամբողջությամբ, բայց երբ որ Կալստանյանի պես ասում է մտնում ենք խորհրդարան, վպերոտ, իսպեսնի, էլի, հա։ Իսկ այն մնացած մասով, որ ընտրակեղծիքներ, կաշառքներով, բաներով որոշ ուժեր մանդատ են ստանում, այո, պատասխանատվությունը նախ եւ առաջ իհարկե կազմակերպչի վրա է, իսկ գլխավոր քաղաքական պատասխանատուն գործող իշխանությունն է։